Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, Ուկրաինայի նախագահ Զելենսկին գտնվում է Երևանում, որը շատ մեծ իրարանցում է առաջացրել հայկական սոցիալական ցանցերի տիրույթում։ Ես անկեղծ ասած շատ զարմացած եմ որոշ մեր հայրենակիցների վարքագծի վրա, ովքեր ցնծում, ուրախանում եւ հրճվում են Զելենսկու այցի կապակցությամբ։ Ես հասկանում եմ, որ նրանք ուղղնուցուցով հակառուսական են, բայց ասենք հակառուսականությունը չպետք է նաև վերածվի հակահայկականության։ Այդ զանգվածին, ով այսպես հրճվանք է ցուցաբերում Զելենսկու այցի կապակցությամբ, հիշեցնեմ, որ Զելենսկին ամենամեծ հակահայն է։ Ուկրաինական պետությունը ընդհանրապես հակահայկական է իր ողջ էությամբ։ Ասենք դուք մոռանում եք, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ առաջին պետություններից մեկը քրիստոնյա իբր թե ով օգնում էր Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում եղել է Ուկրաինան եւ իր ահաբեկիչները ՈՒՆԱ կազմակերպությունից։ Դուք մոռանում եք, որ ադրբեջանցիները չունենալով ռազմական ինքնաթիռի ուրեմն օտաչուներ դրանց վարձակալում էին Ուկրաինայից, ովքեր ռմբակոծում էին ոչ միայն Արցախի բնակավայրերը, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքները։ Դուք դա մոռանում եք, որ 1991 թվականից ի վեր Ուկրաինան բոլոր հարթակներում եղել է հակահայկական։ Լավ, Զելենսկու պահով հիշեցնեմ։ Զելենսկին այն անձն է, ով 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին էր մատակարարել սպիտակ ֆոսֆոր, որը ադրբեջանական կողմը օգտագործեց Արցախի խաղաղ բնակիչների, ինչպես նաև մեր զինվորականների դեմ։ Տասնյակ զինվորականներ վառվել էին։ Ասենք այդ մասին մոռանում եք, հայի դեպ նշեմ, որ սպիտակ ֆոսֆորը Ադրբեջանին մատակարարել է Ուկրաինան, այդ մասին ռուսները չեն ասում ի դեպ։ Այդ մասին ասում է ձեր սիրելի արևմուտքը իդեմս ԱՄՆ-ի, իսկ ավելի կոնկրետ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Բոբ Մենենդեսի։ Ասեք դուք մոռանում եք, որ 2021 թվականի նոյեմբերի 9-ին առաջին պետությունը, ով շնորհավորել էր Ադրբեջանին Հայաստանի դեմ հաղթանակ տանելու կապակցությամբ, դա հենց Ուկրաինան էր։ Դուք մոռանում եք, որ հաջորդիվ այս 5 տարիների ընթացքում Ուկրաինան մրցակցում է Թուրքիայի եւ Պակիստանի հետ, թե ով է առաջինը շնորհավորել Ադրբեջանին մեզ խայտառակ պարտության մատնելու կապակցությամբ։ Ինչի վրա եք հրճվում։ Խո դուք դեբիլ չեք։ Դուք ամոթ ունեք, դուք ազգային արժանապատվություն ունեք։ Դուք ով եք եղած, որ ընկնեք ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, դուք ձեր պարտված կապիտուլյանտ վիճակի մասին մտածեք։ Դուք ինչ մտածում եք, որ Նիկոլը որ խաբում է, որ մենք հզոր ենք, այն որ մի քանի այս եվրոպացիներին բերել լցրել է Երևանում, դուք էլ մտածում եք, որ այո, մենք շատ հզոր ենք։ Ողորմելիներ, բարի բուն եւ փոխաբերական իմաստով։ Դուք ազգային արժանապատվություն ունեք, դուք ամոթ ունեք, այսինքն ձեր հակառուսականությունը ձեր մեջ այնքան սարսափելի է, որ դուք մոռանում եք, որ դուք սկսել եք պաշտպանել մեկին, ով ուղղնուցուցով հակահայկական է, եւ դա Զելենսկին է, որի գալու վրա դուք այսպես մանկամիտ հրճվում եք, ամոթ ունեցեք, ամոթ։ Զելենսկու պատճառով հարյուրավոր մարդիկ են զոհվել Արցախում։ Զելենսկին ամեն տարի ստորացնում է մեզ։ Ադրբեջանին հատուկ շնորհավորելով Հայաստանի նկատմամբ հաղթանակ տանելու կապակցությամբ։ Ամոթ է, ամոթ, վերջ տվեք էստեր Ուկրաինամետ, Զելենսկիամետ շաբըշը սոցիալական ցանցերում եւ երբեք չմոռանաք, որ դա այն մարդն է, ով երբեք չի թաքցրել իր հակահայկական ողջ էությունը եւ ընդհանրապես Երևան է եկել, որպեսզի հանդիպի իր եվրոպացի հովանավորներին, Ստարմեր, Մակրոն եւ այլ զիբիլներին։
ովքեր հավաքվել են Երևանում։ Իրան պետք չէ Հայաստանը, ինքը արհամարած ունի հայերին։